հարցեր, քանի ոտքի վրա է։ Երկրում տիրում է վախի մթնոլորտ։ Բիզնեսմենը վախենում է կորցնել իր բիզնեսը։ Մանկավարժը իր աշխատանքը։ Սովորական բանվորը նույնիսկ վախենում է, որ կորցնի իր աշխատանքը, եթե ԿՊ-ին ցայն չտա, նույնիսկ պահակը։ Տարիներ առաջ 21 թվականի ընտրությանը ցավոք ես Հայաստանում չեմ գտնվել։ Մեր գյուղում մի լրդում մեկ կար, ընտրություններից առաջ Facebook-ով ելույթ լսել եւ հայտարարել է, ով ԿՊ-ին չընդրի, իր կնոջը ֆորտուշկից կտանենք։ Պարոն նախագահ, ամսու 16-ին լսելով ձեր խոսքը, մինչև չհեռացնեք չեք հանդիսանա, այդ մոտիվի վրա լիցք տվեք մեր քաղաքացիներին, հայ մարդին, որ չվախենա այս սրիկաներից։ Նայեք, ես ինչ եմ խոսամ ավելի շատ չի լինելու, քան կոնկրետ իմ օրինակ։ Ես շատ հանգիստ կարող էի հնարավորություն ունեցել մնալ դրսում, չգալ գլուխս չմտցնել այս ամենի մեջ։ Եկել եմ մոտ 1-6 տարի եղել եմ բանտում, այդ վախը չունեմ, երբեք չեմ ունեցել ու չեմ էլ ունենալ։ Հիմա կարող եմ ասել հետևյալ, մնաց 2 ամիս։ Եթե ուզում եք այդ վախի մթնոլորտից ազատվել, 2 ամիս կարելի է դիմանալ, ես 8 ամիսա դիմանում եմ, 8 տարի է։ Իսկապես մնաց 2 ամիս մոբիլիզացվել, թքել ամեն ինչի վրա և գնալ և քվեարկել այնպես, որ ԿՊ-ն ընդհանրապես, լավ, շատ չասեմ, բայց այնքան ձայն չպետք է հավաքի, որ որևէ դերակատարություն այս երկրում պետք է ունենա, չպետք է։ Հանցավոր ռեժիմը